որ արժանիքի համար պետք է Մակար Կիրակոսյանին ընտրել որպես Կարծում եմ ես չէ որ պետք է ասեմ դատավորները Իսկ ձեր մրցակիցների ընտրության դրա գնահատականը կտան։ Ովքեր են ձեր մրցակիցները։ Մրցակից որպես այդպեսին չկա, նախ դատական համայնքում մենք գործընկերներ ենք, մրցակիցներ չենք, առնվազն։ Այս բանի քրեական մասնագիտացման միայն իմ տեխնացությունն է եւ քաղ մասնագիտացված այլ գործընկերոջ տեխնացությունն է։ Մի հատ քաղ, մի հատ քր։ Մեկ քրեական մասնագիտացման, մեկ քաղ մասնագիտացման։ Եվ երկուսը դեք, մյուսը Լիլիթ Սարգսյանն։ Այո։ Երկուսը դե ըստ էության կընտրվեք, մի հատ քաղ, մի հատ քրեական։ Պարոն Կիրակոսյան, ես ուզում եմ, որ դուք որպես դատավոր մի իրավիճակի մասին գնահատական տաք, դա միջազգային կառույցներն են գնահատականը տվել, որ դատական իշխանությունը քաղաքականացված է։ Դուք ունեք այս ամենին հակափաստակ։ Երրորդ իշխանությունը քաղաքականացված է։ Չեմ կարող այդ հարցին այսպես Ձեզ զանգ չի ինչ է երբևէ։ Երբևէ։ Կարողա ձեր բախտը չի բերել ձեզ քաղաքական գործեր չեն մակագրել, որ այս զանգը գա ասեն, պարոն Կիրակոսյան, գիտեք ինչ պետք է անեք։ Առնվազն կարող եմ արձանագրել, որովհետեւ նման միջադեպ կամ երևույթ ինձ Դուք այսինքն դատական համակարգը ներկայիս իրավիճակում լիարժեք անկախ եք գնահատում։ Առնվազն այո։ Միջազգային կառույցները ձեզ չի անհանգստացնում իրենց գնահատական։ Հաշվի առնելով ամենայն հուսա որ ծանոթ չեմ նշված հաստատին գնահատական տալը կարծում եմ առնվազն ճիշտ չի լինի։ Դատական օրենսգրքի փոփոխություններին ծանոթ եք, ազգային ժողովի առաջին ընթացմանը արդեն անցել։ ՀԿ-ներին բերում են ձեր գլխին մահակ, որ մի լավ վարույթները հարուցեն, որ ցանկալի դատավորներին ասեն կարգապահական վարույթի արդյունքում որոշվեց ձեր լիազորությունները դադարեցնել։ Չեք պատրաստվում խոսել։ Ես իմ խոսքը նախագծի վերաբերյալ իմ դիրքորոշման գրավոր արտահայտել եմ։ Ասեք գրավոր ինչ եք արտահայտել։ Թույլ տվեք այս բանը չասեմ։ Ինչու պարոն Կիրակոսյան, վախենում եք, միգուցե հնչեցնեք իշխանություններից, որ կարող է շատ հանգիստ ԲԴԽ-ն որոշի պարոն Կիրակոսյանին այսօր կանչել ասել այ գնահատական եք տվել։ Դավիթ Հարությունյանի ճակատագրին արժանարակ մարդը գնահատական էր հնչեցրել դատական վախի մթնոլորտ չկա, որովհետեւ վախ առնվազն ես չունեմ։ Որովհետեւ իմ գործունեության վերաբերյալ Դուք ինչպես զգացիք ձեզ որպես դատավոր, երբ որ օրինակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում չկա մի դատավոր, որի հրահանգը չկատարի։ Առնվազն ձեզ կարծես թե դուր չի եկել այդ ձևակերպումը, որ հիմա չեք Թույլ տվեք իմ դիրքորոշումները ես արտահայտեմ։